Պարոն Մինասյան, դուք Աշոտ Նավասարդյանի գաղափարակից մտերիմ ընկերներից եք եղել, ինչպիսին եք նրան հիշում, նա միացյալ, ազատ եւ անկախ Հայաստանի կողմնակիցն է, այսօր որքանով է նրա այդ գաղափարը, այդ նպատակը իրականություն դարձել։ Գիտեք, Աշոտ Նավասարդյանը ծնվել, մեծացել եւ կայացել էր մի միջավայրում, որը կարելի է համարել հայ ժողովրդի զարթոնքի տարիներ։ Այդ ընթացքում առաջացավ հասարակության մեծ զանգվածի մեջ մի փոքրիկ հատված, որը ավելի կարևորում էր ազգային արժեքները, քան այն, ինչով հասարակությանը իր մեծամասնությամբ այդ տարիներին ապրում էր։ Ընդ որում դա միշտ է թերևս եղել, բոլոր ժամանակներում այդ մարդկանց քանակը մեծ չի եղել, բայց վերջին հաշվով ցանկացած ազգի մոտ այդ հատվածն է որոշել, ազգը կգնա դեպի առաջընթաց, թե կգնա զարգացման հունով, որը որևէ դրական հանգրվանի չի տանում։ Եվ իր հենց ամենաերիտասարդական տարիներից ինքը այդ իր գաղափարները դրսևորեց կյանքում, որի արդյունքում պետական անվտանգության մարմինների կողմից դատապարտվեց, երկար ժամանակ եղավ կալանավայրերում, բայց չկոտրվեց կալանավայրում եւ երբ եկավ արդեն բացահայտ գործելու ժամանակը, ինքը ստեղծեց երկու կառույց, որոնցից յուրաքանչյուրը իր ժամանակի համար ամենապահանջարկվածն էր։ Առաջինը դա անկախության բանակն էր, որը այդ տարիներին մի քիչ հեռու պահել դա ջանասբաները, որը այդ տարիներին թերևս ամենապահանջարկվածն էր մեր պետության ու ազգի համար, եւ երկրորդը Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, դուք գիտեք, որ այդ կուսակցությունը առաջի գրանցված կուսակցությունն է Հայաստանում, եւ ինքը համոզված եմ կանցնեն տարիներ, նոր սերունդներ կգան, եւ ինչպես այսօր մեր սերունդը դաստիարակվում է մեր ազգային ազատագրական պայքարի հերոսներով սուլթանական Թուրքիայի տարիներին, դաստիարակվում է Արցախյան ազատամարտի հերոսներով, դաստիարակվում է հենց Նավասարդյանի տարեկիցների սերունդներով, այդ սերունդները եւս կունենան հնարավորություն դաստիարակվելու եւ առավել քան համոզված եմ, որ այդ ամեն ինչը երբեք չի կորում։ Ինքը անթեղվում է եւ որպես անթեղված գրակ, երբ որ գալիս են նոր ժամանակները ու նոր ժամանակներում գալիս են Նավասարդյանի նման մարդիկ, այդ գրակը ոսկլտում է եւ ծառայում է ազգին ու պետությանը։